Աստված գործում է մեր մտքերի միջոցով։ Եփեսացիներին 3:20-ում ասվում է. Նրան, որ մեզանում գործում է զորությամբ, կարող է անել անհամեմատ ավելի, քան ամեն ինչ, որ մենք խնդրում կամ մտածում ենք։ Ինչ էլ որ մենք մտածենք, Աստված կարող է անել անհամեմատ ավելի։ Եթե մտածես ես կարող եմ, ապա Աստված կառաջնորդի քեզ և կօգնի անել այն, ինչ ծրագրել ես։ Բայց եթե մտածես ես չեմ կարող, ապա ձախողվել ես, դեռ չսկսած։ Այնպես որ դադարեցրու մտածել ես չեմ կարող և միշտ մտածիր ես կարող եմ։ Այսօր Հիսուսին հավատացողները, չնայած Աստծուն հավատալուն, ապրում են դատապարտման և հուսահատության ճնշման տակ, դատապարտման անեծքի մտածելակերպի ճնշման տակ։ Պատճառն այն է, որ նրանք իրենց մտքերը չեն լցրել Աստծո արքայությամբ, խաչի թանկարժեք արյան արժանիքով։ Եթե տունը դատարկ թողնեք, դևերը կլցնեն այն, և այդ տան վիճակը կլինի ավելի վատ, քան նախկինում էր։ Դրանից հետո, երբ մենք հրաժարվենք հին մարդու մտքերից, մենք պետք է մեր մտքերը լցնենք երկնքի արքայության և խաչի գիտակցության մասին մտքերով։ Եթե մենք դա չանենք, այս դատարկ տան վրա աղետներ կգան։ Հիսուսին հավատալով մենք վերածնվել ենք Սուրբ Հոգով։ Բայց եթե մենք լցված չենք Աստծո մտքերով, կմտածենք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի։